Աստված թողորնի սիրելի հավատակից եղբայր քուրեր երիտասարդներ Առաջի Պետրոսում գրված է օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը որ մեզ օրհնեց չէ ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով որներ այդ օրհնությունը անեղծ անարատ անթարամ ժառանգությունը տալով մեզի փառք Տիրոջը Շնորհակալ ենք Տիրոջից, շնորհակալ ենք։ Միայն մնում մենք հավատարիմ լինենք, սիրելիներ, հաստատուն լինենք այս ճանապարհի մեջ, իրոք Տիրոջ հետ ապրենք, Տիրոջ հետ քայլենք, Տիրոջ հաճեցնենք մեր ապրած կյանքով եւ փառավորենք։ Ուրեմն այս վերջի մեր հովականին եղբայրներ, ավակ եղբայրների մի սրտի մեջ դրել էր, որպեսզի խոսեն ուրեմն հայտնության վերջի եկեղեցիների մասին, ուրեմն Ֆիլադելֆիայի եւ գիտենք, որ Լավոդիկեի եկեղեցին։ Այս երկու եկեղեցիների մեջ զուգահեռ տարվեց եւ սրանք խիստ տարբեր են իրարից, շատ խիստ տարբեր։ Ուրեմն հայտնության 7 եկեղեցիներին, բոլոր եկեղեցիներին էլ Տերը այսպես ասում, գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո գործերը, բոլորի գործերը Տերը գիտի։ 7 եկեղեցիներն էլ ասում են գիտեմ քո գործերը։ Որովհետեւ Աստծո աչքերը իր եկեղեցիների վրա է։ Եվ մնացած բոլոր եկեղեցիներին, ովքեր թերություններ ունեն, պակասություններ ունեն, ուրեմն նրանց ինչ էր անում, հորդորում էր, խրատում էր, ժամանակ էր տալիս, որպեսզի թերևս ապաշխարեն։ Բայց ես ուզում եմ կանգնել այս երկու վերջի եկեղեցիների, Ֆիլադելֆիայի եկեղեցու եւ Լավոդիկեի եկեղեցու վրա։ Սրանք եւս խիստ տարբեր են իրարից, իրանց ապաշխարությամբ։ Ուրեմն պատգամ Ֆիլադելֆիային։ Իմիջիալոց ասեմ, որ Ֆիլադելֆիայի եկեղեցին դա հենց հափշտակվող եկեղեցին է։ Հափշտակվող եկեղեցի, որովհետև այս եկեղեցում Տերը ոչ մի բացասական բան չի ասում, ոչ մի բացասական։ Ուրեմն կարդում եմ Ֆիլադելֆիա եկեղեցի, սա գրված է ուրեմն Հովանու ավետարան 3-րդ գլխի Հովանի հայտնություն, ներողություն, հայտնություն Հովանու 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Եվ Ֆիլադելֆիայի մեջ եկեղեցի հրեշտակին գրե այսպես կսե այն սուրբը այն ճշմարիտը, որ Դավիթի բանալին ունի, որ կբանա եւ մեկը չի կրնար գոցե, եւ կգոցե եւ մեկը չի կրնար բանալ։ Գիտեմ քո գործերդ։ Տերը գիտի բոլորի գործերը։ Դավիթ ինչ էր ասում։ Դու գիտես իմ նստելը, իմ ելնելը, իմ խորհուրդները սերվից ես իմ անում, նույնիսկ ասում խոսք չկա իմ շուրթերի վրա, դու ահա ամենը ինչ գիտես։ Տերը թող օգնի։ Ահա քո արժևդ բացված դուռը դրեցի, որ մեկը չի կրնար գոցել։ Վասնզի դու քիչ մեկ կարողություն ունես եւ իմ խոսքերս պահեցիր եւ իմ անունս չուրացար։ Փառք Տիրոջը։ Այս եկեղեցին Տիրոջ խոսքերն էր պահել եւ նրան չուրացել։ Ահա ես քեզի կտամ սատանայի ժողովուրդեն եղողները, որոնք կսեն թե իրենք հրյա են ու չեն, հապասուտ կխոսին։ Պիտի ստիպեմ զանոնք, որ գան ու երկրպագություն են քո ոտքերի տարջև եւ գիտնան թե ես քեզ սիրեցի։ Ուրեմն Տիրոջ կողմից ես եկեղեցին սիրելի եկեղեցի էր։ Իսկ Տերն ասում ով է ինձ սիրողը։ Նա որ իմ պատվերներն է պահում։ Որովհետև իմ համբերությանս խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի տայեմ փորձության ժամանակ, որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը բնակվողներին փորձելու համար։ Բոլորն են փորձվում։ Մարմնի մեջ գտնվելով յուրաքանչյուր մարդ այս երկրի վրա փորձության շրջանի մեջ է։ Բայց մենք փորձվելով պետք է ինչ անենք, ընտիր գտնվենք, որպեսզի փառած պսակը առնենք։ Ան որ կհաղթես անիկա իմ Աստծո ստաճարի մեծություն պիտի նեմ, եւ դուրս պիտի չելնե։ Անոր վրա իմ Աստծո անունը պիտի գրեմ եւ իմ Աստծո քաղաքի անունը, այսինքն նոր Երուսաղեմի, որ երկնքեն իմ Աստծուց կիչն է եւ իմ նոր անունս։ Ան որ ականջ ունի լսելու թող լսե հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Փառավորվի Տիրոջ անունը։ Այսինքն խոսքը ասում է ով որ լսելու ականջ ունի։ Նախ ասում է գիտեմ քո գործերդ եւ հորդորում է, խրատում է, պակասություններն ասում եւ ասում ով լսելու ականջ ունի թող լսե թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Եվ Լավոդիկայի եկեղեցուն էլ մեր քիչ կարդանք տեսնենք ինչ է ասում Տերը այս եկեղեցու համար։ Եվ Լավոդիկայի մեջ եկեղեցուն գրետ ուրեմն 14-րդ խոսքն է 3-րդ գլխի։ Լավոդիկայի մեջ եկեղեցի հրեշտակին գրե այսպես կսե ամենը հավատարիմ եւ ճշմարիտ վկան Աստծո այրածների սկիզբը գիտեմ քո գործերդ որ ոչ պաղ ես ոչ էլ տակ երանի թե պաղը լայր կամ տակ ուրեմն սա ինչ վիճակ էր
Միջին վիճակը գոլ, գաղջ վիճակն է։ Ուստի դու որ գաղջ ես եւ ոչ տակ, ոչ պաղ, քեզ բերանից դուրս փխսելու վրա եմ։ Ինչքան ուրեմն ինչ արտահայտություն է անում Տերը այս եկեղեցու հանդեպ։ Քազի կսես, տեսեք այս եկեղեցին իր նկատմամբ ինչ կարծիք ուներ։ Քանզի կսես, ես հարուստ եմ, մեծացա ու բանի մը կարոտ չեմ։ Բայց չես գիտեր, թե դու խեղճ ու թշվարական ես, աղքատ եւ կույր։ Ինչ մնաց։ Ուրեմն ինչ էր։ Բայց չես գիտեր, թե դու խեղճ, թշվարական ես, աղքատ եւ կույր։ Ես քեզ խորհուրդ կտամ, ինձ մեկ կրակի մեջ փորձված ոսկի ծախուար, որպեսզի հարստանաս, այդ ծախու ոսկին որն է։ Աստծո խոսքը։ Որպեսզի հարստանաս եւ ջերմակ հանդերձներ, որպեսզի հագնես։ Ուրեմն ոչ խոսքի մեջ էր, ոչ էլ հանդերձ ուներ։ Հանդերձը որն է։ Արդարության հանդերձներն է, չէ՞, արդար Քրիստոսով արդարանալու։ Ուրեմն որպեսզի հագնես, որպեսզի քո ամոթալի մերկությունը չերևնա եւ քո աչքերիդ դեղտիր, որպեսզի տեսնես։ Ուրեմն ես այստեղ գրել եմ, ուրեմն Լավոդիկե եկեղեցին ոչ մի գովեստի խոսքեր չկար։ Ջերմակ հանդերձ նշանակում է ունենալ Քրիստոսի արդարությունը։ Աչքերին դեղ դնել, տեսնել սեփական հոգևոր վիճակը։ Այս եկեղեցին իր սեփական հոգևոր վիճակը չէր տեսնել։ Ինքը կույր էր, չէր տեսնում իրեն։ Որովհետև ինքը խափնված էր։ Հիշում եք Առակացի 14-12-ում ինչ ասում։ Ճամփակավոր մարդուն ինչ այրևում։ Շիտակ այրևում, ուղի այրում, բայց այդ ճանապարհի ճանապարհա մահվան ճանապարհա, մահվան ճանապարհ։ Այո, այս եկեղեցին այս հոգևոր ընկած եւ գաղջ եւ ասուն անհաճելի վիճակի մեջ էր։ Բայց այդքանից հետո տեսեք Աստծո սերը, Աստծո ողորմությունը, Աստծո գթությունը, որ որևիցե մեկի կորուստը չի ուզում։ Անկամ այս եկեղեցուն էր, որ այսպիսի վիճակի մեջ էր, ուրեմն ինչ ասում 10-րդ խոսքը. Ես իմ ամեն սիրածս կհանդիմանեմ ու կխրատեմ, ուստի նախանձախնդիր եղիր ու ապաշխարե։ Ահես դուրը կայնել եմ եւ կզարնեմ, եթե մեկը իմ ձայնս լսե եւ դուրը բանա, անոր քով պիտի մտնեմ, անոր հետ ընթրիկ պիտի նեմ, անել ինձի հետ։ Փաստորեն այս եկեղեցում Հիսուսին դուրս էին հանել։ Դրա համար Աստված կրկին անգամ ինչ անում։ Թակում այս եկեղեցու դուրը, թակում է, որ թերևս ինչ անի, զգաստանա, արթնանա, աչքերին դեղ դնի, չէ։ Ուրեմն որպեսզի ինքը երևա տեսնի իր հոգևոր թշվառ վիճակը, այդ մերկ վիճակը, այդ գոր գաղջ վիճակը, որովհետև Աստված որևիցե մեկի կորուստը չի ուզում, ընդհակառակ միջոցներ ման գալիս, որպեսզի իրանից աքսորված գերին չմնա։ Եվ 21-րդ խոսքը այսպես ամ. «Ան որ կհաղթե, ինձի հետ իմ աթոռս պիտի նստի, ինչպես ես էլ հաղթեցի իմ հորս հետ, անոր աթոռը նստա, ան որ ականջունի թող լսե հոգին ինչ կսե եկեղեցիներին»։ Փառավորում մեր Տիրոջ անունը։ Ուրեմն մենք ապրում ենք իրոք հափշտակվող եկեղեցու դարաշրջանում։ Այս եկեղեցին ուրեմն եթե այս վիճակի մեջ մնա, չդառնա, նորից երա բժշկություն չունենա, նա հափշտակության ժամանակ կմնա երկրի վրա։ Նա հափշտակության ժամանակ կմնա երկրի վրա։ Տերը թող օգնի սիրելի իմ հավատակից եղբայրներ, քույրեր, երիտասարդներ, այո, Տերը ինքը հետամուտ այր եկեղեցու ապաշխարությանը։ Նա տեսնում է մեզ, քննում է մեզ, զննում է մեզ։ Հոբի գրքում էլ ասում, դու գիտես իմ նստել, իմ ելնելը, ասում եմ, միթե քո աչքերդ իմ ճամփաները չեն տեսնում։ Միթե չեն տեսնում իմ ճամփաները, այո, որովհետև Աստված մեզ համար ինչ ավճար է, գին ավճար է։ Մենք ուրեմն Աստծո Քրիստոսի արյան գինն ենք, Աստծո եկեղեցին ենք ներկայացնում, մենք պատահական մարդիկ չենք, բայց պետք է զգաստանանք, ավելի արթնանանք, ավելի ուշադիր լինենք մեր ապաշխարությանը, սիրելիներ։ Տերը թող օգնի, իր անունը փառավորվի, ամեն։